Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգարժան պարոն նախարար, պարոն ռեկտոր, սիրելի համալսարանականներ, հարգելի հյուրեր, հարգելի ներկաներ, թույլ տվեք նախ եւ առաջ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության անունից բոլորիդ ջերմորեն ողջունել եւ շատ կարեւորել, որ այսօր այստեղ ենք հենց այս առիթով։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի մեկնարկի առիթով։ Եվ այսօր այստեղ գտնվելը ես կարևորում եմ ոչ միայն իբրև համալսարանական, որը նաև ինձ որպես շրջանավարտի այսօր կարծում եմ մասնակցության լեգիտիմ իրավունք է տալիս անկախ զբաղեցրած որևէ դիրքից, բայց նաև որպես այն վարքականոնը, որը կարծում եմ մեր բուհերի գործունեության համար պետք է դառնա մոդելային եւ պետք է դառնա տիրապետող, որտեղ բուհերը առաջին հերթին նաև հանրային կառույցներն են, որոնք կրթություն, գիտություն, հետազոտություն իրականացնելուց բացի ունեն նաև հանրային կարևոր առաքելություն, այն առաջադեմ, լուսավոր, զարգացնող գաղափարները, որոնք միշտ ձևավորվել են կրթական համայնքում, հետազոտական համայնքում, տանել, զարգացնել, դարձնել հանրային գաղափար ու վարքականոն եւ դրանով իսկ նպաստել հանրության զարգացմանը։ Ու վստահ եմ, որ շրջանավարտների ֆորումը հենց այն հարթակն է, որտեղ այս նպատակների իրականացումը իրացվելու ռեալ գործիքակազմ է ստանում, որովհետեւ շրջանավարտների ֆորումի շրջանակներում հանդիպում են մարդիկ, ովքեր կիսելով միևնույն կրթական փորձառությունը եւ ունենալով տարբեր կենսագիծ ու գործնական փորձառություններ, այդ փոխադարձ հարստացման ճանապարհով կարողանում են նաև բուհը առաջ մղել։ Ու ես ուրախ եմ, որ այսօր դահլիճում տեսնում եմ բազմաթիվ դեմքեր, որոնք հաստատ ունեն այդ միասին կիսելու, միասին քննարկելու բաները եւ վստահ եմ, որ այս օրերին նախատեսված տարաբնույթ թեմատիկ քննարկումները դառնալու են նաև հետաքրքիր գաղափարների ու ծրագրերի համար հիմք եւ հարթակ։ Եվ վստահ եմ, որ սա պիտի ունենա շարունակություն, պետք է դառնա պարբերական եւ այդ իմաստով պետք է նաեւ նշեմ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը լինելու է բոլոր նմանատիպ նախաձեռնությունների կողքին, խրախուսելու, աջակցելու, առաջ տանելու եւ վստահ եմ, որ սրա արդյունքում տեսնելու ենք նաեւ որակական կարեւոր փոփոխություններ։ Ինչ վերաբերում է հենց այսօրվան, կարծում եմ օրը բոլորովին պատահական չի ընտրված եւ ընդունված է, որ նախապես չեն շնորհավորում, մենք էլ չենք խախտի կանոնը, բայց կարծում եմ շատ կարևոր է, որ շրջանավարտների ֆորումի մեկնարկը տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի ծննդյան նախաշեմին, որը արդեն տարիներ ի վեր մեր երկրում նշվում է իբրև ուսանողների եւ երիտասարդների օր, նշանավորելու նաեւ այն կարևոր նշանակությունը, որ Երևանի պետական համալսարանի հիմնադրմամբ մենք ունեցանք մեր նոր պատմության մեջ բարձրագույն կրթական համակարգի հիմքերի ստեղծմամբ եւ սա մի կարևոր առաքելություն է, որը Երևանի պետական համալսարանը շարունակելու է տանել ոչ միայն իբրև ավանդույթ, իբրև ժառանգություն, այլ նաեւ իբրև պատասխանատվություն վաղվա օրվա հանդեպ։ Եվ այսօր այստեղ գտնվելը ես առանձնահատուկ եմ կարևորում, որովհետև բառացիորեն րոպեներ հետո կառավարության նիստում քննարկվելու է բարձրագույն կրթության եւ գիտության օրենքի նոր նախագիծը, որը վստահ եմ, որ խոսում է հենց համալսարանի վաղվա օրվա մասին, խոսում է մեր բուհերի եւ գիտական կազմակերպությունների վաղվա օրվա մասին, որը, եթե դատենք օրենքով, լինելու է միայն ավելի ու ավելի լավը, տալու է հնարավորություն զարգացնել են բոլոր հետաքրքիր գաղափարները, որ մենք այսօր եւ վաղը այստեղ կքննարկենք եւ վստահ եմ, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները այս գործիքակազմերի ստեղծմամբ նոր իրողություն են ձևավորելու մեր բարձրագույն եւ կրթական եւ գիտական համակարգում մեր բոլորի ակտիվ ներգրավմամբ։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք եւ շնորհավորում եմ եւս մեկ անգամ այս կարևոր նախաձեռնության առիթով։ Շնորհակալություն։